Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս, Հայր Աստված, Հիսուս Աստված, Սուրբ Հոգի Աստված, գոհանում ենք քեզանից, գոհանում ենք քո ներկայության, քո ճշմարտության համար, գոհանում ենք, որ դու կենթանի Աստված ես, որ դու բժշկող Ռաֆա Աստվածն ես, որ դու ինքնիշխան Աստված ես, որ դու Ալֆան եւ Օմեգան ես, սկիզբն ու վերջը, որ շունչը մենք շնչում ենք դու ես, կյանք որ ապրում ենք դու ես, Տեր քո առաջ եմ բերում բոլոր հիվանդներին եւ աղոթում եմ, որ դու զորացնես նրանց հոգին, նրանց մարմինը, իմն էլ Տեր, որպեսի ինչպես խոսքում ագրված, մեր ցավերը քո վրա դրվեցին, քո վերքերով մենք բժշկված ենք, ես այս ճշմարտությունը հռչակում եմ բոլոր հիվանդների վրա, համաձայնվում քո խոսքի հետ, Տեր ջան ու թող քո հրաշքները, քո զորությունը, քո նշանները արձակվեն, եւ թող մարդիկ բժշկվեն, եւ ամեն բժշկվող գա քեզնից գոհություն հայտնի, չլինի նա 9 բորոտների նման, որ բժշկվեցին ու մոռացան քեզ շնորհակալություն ասել, քեզ փառաբանել, ցանկություն դիր մարդկանց սրտում, պայքարելու, հիվանդությունը չսեփականացնելու, հիվանդության հետ չհամաձայնվելու, այլ համաձայնվելու քո խոսքի հետ, Տեր, երբ հիվանդ ու տկար ենք, Տեր ջան, ավելի դժվար է դա լինում, ավելի ու ավելի քո կարիքն ունենք այդ ժամանակ, Տեր, որ դու մեր հոգիները զորացնես, մեր մտքերը լցնես քո խոսքով, աղոթում եմ բոլոր նրանց համար, Հայր, որոնք քո խոսքը չեն կարդում, որոնք քո խոսքը չեն լսում, որոնք չունեն որևէ աղբյուր, որտեղից ծնվեն ճշմարիտ խոսքով, մշակներիդ բարձրացրու, ուղարկի նրանց մոտ, որ քո անարատ, ճշմարիտ խոսքը հասցնեն, Տեր ջան, որպեսզի նրանք էլ քո փրկության շորերը հագնեն, քեզ ճանաչեն, քեզ սիրեն, Հիսուս Աստված, թող ամենքս մեր սրտի ամենայն խոր խորքերում, մեր հոգում, քո կարիքը զգանք եւ հասկանանք եւ ապրենք մեր ամբողջ էությամբ ցնծությունը այն բարիքի, որ արել ես մեզ համար, խաչի վրա, Հիսուսի անունով, ամեն։ Հիմա եկեք անդրադառնանք Դերեկ Պրինսի Արդյոք քո լեզուն բժշկության կարիք ունի գրքի շարունակությանը, գլուխ 5-րդ, լեզվի հիվանդությունները։ Երեկ մենք ուսումնասիրեցինք 5 կտակարանից մի իրական պատմություն, Իսրայել ժողովրդի կյանքից, օրինակ, որը վառ ու պարզ ցույց տվեց մեզ, որ մահն ու կյանքը լեզվի ձեռքում են, լեզվի իշխանության տակ են։ Մենք իմացանք, որ լեզվի ճիշտ օգտագործումը կյանք է բերում մեզ, եւ հակառակը լեզվի սխալ օգտագործումը մահ։ Նորից եմ ասում, որպեսզի այս ամենը կապակցված իմաստ ունենա եւ օգուտ տա, դուք պետք է բոլոր դասերը լսեք։ Ժամանակ տրամադրեք, ձեր ժամանակը Աստծո զոհասեղանին դրեք, որ Աստծո խոսքը լսեք եւ Աստված հպվի ձեզ։ Այժմ մենք քննարկենք որոշակի հիվանդություններ, որոնք ազդում են մեր լեզվի վրա։ Այս 6 հիվանդությունները, որոնք սովորաբար վարակում են ու փչացնում են մեր կյանքը, մեր լեզվի սխալ օգտագործման, մեր լեզվի չարաշահման միջոցով, որոշ դեպքերում կարող են մահացու լինել, եթե չվերահսկվեն։ Այսօր խոսելու ենք միայն 3 հիվանդության մասին։ Հիվանդություն թիվ 1. Շատախոսություն։ Այս հիվանդությունն այնքան տարածված է, որ մարդիկ այն նորմալ են համարում, չեն էլ հասկանում, որ չարիք է ու հիվանդություն, բայց այն իրականում նորմալ չէ ու չպիտի հաշտվենք դրա հետ։ 10-րդ առակի 19-րդ խոսքում ասվում է. շատախոսության մեջ հանցանքը պակաս չի լինի, բայց ուշիմ է իր շրթունքները
զսպողը։ Այսինքն ասում է, եթե ընկնում ես շատախոսության մեջ, ապա մեղքը հեռու չի, մի հանցանք կգործես, բայց այն մարդը, ով ուշադիր է իր շրթունքներին, զսպում է իր շրթունքները, այդպես չի լինի։ Նույն Սուրբ գրության մեկ այլ թարգմանություն ասում է, երբ բառերը շատ են, օրինազանցությունը անխուսափելի է, բայց նա, ով զսպում է իր շուրթերը, իմաստուն է։ Այլ կերպ ասած, եթե շատ բան ասես, անպայման սխալ բան կասես, այլընտրանք չկա։ Ու ես ուզում եմ ասել, որ շուրթերը մենակ բերանով մեր ասված խոսքերը չեն, մեր ամեն մի թողած կոմենտները, մեր ամեն մի գրած բլոգները, կարծիքները Facebook-ում եւ այլն, սրանք նույնպես մեր շուրթերի գործերն են, ուղղակի բերանով ասելու փոխարեն մատերով տպում ենք։ Մեզ նաև նախազգուշացվում է Աստվածաշնչում, որ շատ բառեր չօգտագործենք հենց Աստծո հետ խոսելիս, Աստծուն դիմելիս։ Սա նախազգուշացում է, որը մեզանից շատերն իսկապես պետք է լսել։ Այս խրատը գրված է Ժողովող գրքի, որը 5 կտակարանում է 5-րդ գլխի 1-ից 7-րդ խոսքում։ Երբ որ Աստծո տունը գնաս, զգույշ եղիր, թե ինչ ես անում, եւ մոտեցիր ավելին լսելու համար, ոչ թե անմիտների պես զոհը մատուցիր, որովհետև նրանք չգիտեն, որ չարություն են անում։ Բերանովդ մի շտապիր, եւ սիրտդ Աստծո առաջ թող չշտապի խոսելու, որովհետև Աստված երկնքում է, իսկ դու երկրի վրա, սրա համար էլ թող խոսքերդ քիչ լինեն։ Ուրեմն այստեղ սա չի նշանակում, որ մենք չպիտի աղոթենք, կամ մեր աղոթքի մեջ ինչի կարիք ունենք, ինչ մեր սրտում կա չպիտի արտահայտենք, բայց երբեմն մենք նույն բանը 10 տարբեր ձև ասում ենք, մտածելով Աստված կամ չլսեց, կամ լավ չկարողացանք բացատրել։ Ինձ թվում է սրա մասին է խոսքը, եւ ամենակարևորը ինչի մասին է, որ Աստծուն լսելը շատ ավելի կարևոր է, քան որևէ այլ բան։ Աղոթելը շատ կարևոր է, բայց աղոթքը եւս պետք է միջոց լինի Աստծո հետ շփվելու եւ Աստծուն լսելու։ Բայց եթե մենք մենակ խոսում ենք, բայց չենք լռում, չենք սպասում Աստծուց լսելու համար, ապա մեր աղոթքի պատասխանն անգամ կարող ենք բաց թողնել։ Եվ գիտեք, Աստված կարող է խոսել այդ պահին, Աստված կարող է խոսել, երբ որ Աստվածաշունչն ես կարդում, Աստված կարող է քո աղոթքի պատասխանի մասին, քո հոգսի մասին քեզ հետ խոսել, երբ որ քարոզ ես լսում, կամ մեկ ուրիշի բերանով։ Այսինքն, որ աղոթում ես, դրանից հետո դու շարունակ պիտի ակնկալիքով սպասես Աստծո խոսքին։ Աստծո խոսելն է կարևոր։ Աստված խոսում է մեզ հետ իր խոսքով, իր Աստվածաշնչով, բայց պիտի մեր միտքն ու մեր սիրտը լռեն, որ լսենք։ Այնպես արեք, որ եւ ձեր տանը, եւ ձեր մտքում ու ձեր սրտում միշտ աղմուկ չլինի, որ Աստծո ձայնը լսելի լինի։ Եթե մեր տներում երբեք լռություն չկա, հեռուստացույցը երբեք չի անջատվում, երաժշտությունը երբեք չի անջատվում, միշտ աղմուկ կա, միշտ ինչ-որ սենց խառնաշփոթ վիճակ։ Եվ նույնն էլ մեր մտքում է, մենք երբեք չենք կարող Աստծո ձայնը լսել։ Ինչ-որ մեկը ինձ մի անգամ ասաց, սա Դերեկ Պրինցն է ասում, սա ես չեմ ասում, հիշիր, սուտ երգելը նույնքան մեղք է, որքան սուտ խոսելը։ Ինչ է սա նշանակում։ Ես լսել եմ, որ մարդիկ երգում են լիակատար նվիրվածության եւ Աստծուն հանձնվելու, իրենք իրենց Աստծուն հանձնելու օրհներգներ։ Ինչպես օրինակ, ամեն ինչ Հիսուսին եմ տալիս ու լիովին կյանքս եմ տալիս Հիսուսին եւ ամեն ինչ հանձնում եմ Հիսուսին։ Այնուհետև
Երբ ընծայի կամ 10-որդի տալու պահն է գալիս, այդ նույն մարդը ամենափոքր գումարն է տալիս, որ կարող էր տալ։ Երկու գործողությունները համահունչ չեն։ Եթե դուք չեք պատրաստվում, եթե մենք չենք պատրաստվում մեր կյանքը տալ Աստծուն, ապա մենք չպիտի ասենք նրան, որ հանձնում ենք ամեն ինչ Հիսուսին, որովհետև Աստված մեզանից հաշիվ է պահանջելու այն խոսքերի համար, որ մենք ասում ենք կամ երգում ենք կամ մտածում ենք նրա ներկայությամբ։ Եթե ասում ենք իմ օրը, իմ կյանքը քեզ է պատկանում, ու մենք ժամանակ չենք գտնում Աստծու համար, ուրեմն մենք ստեցինք։ Եթե ասում ենք դու թանկ ես իմ կյանքում, բայց Աստծուն տեղ չենք տալիս մեր կյանքում, կամ էլ հետին պլանում է Աստված, ուրեմն մենք ստեցինք։ Սիրելիներս, մենք պետք է հասկանանք ու հիշենք, որ Աստված ներկա չի միայն այն ժամանակ, երբ եկեղեցում ես, նա ներկա է ամեն պահ, այնպես որ մեր կյանքի ամեն րոպեն նրա ներկայության մեջ ենք անցկացնում։ Եթե ասում ենք, ես Հիսուսին եմ պատկանում, ու իմ կյանքի Տերը նա է, բայց հրաժարվում ես ժամանակ տրամադրել ու այցելել մեկին, նրա համար աղոթել, կամ նրան մխիթարել, կամ նրա մենակությունը փարատել, կամ անտունի համար մի աման հաց սարքել, կամ ֆինանսապես օգնել որբին, այրին, ուրեմն մենք ստում ենք։ Կամ ասում ենք ամեն ինչ Հիսուսին է պատկանում իմ կյանքում, բայց մեր մեքենան օրինակ երբեք չենք օգտագործում ուրիշների կարիքները հոգալու համար։ Կամ ավելի վատ, երբեք թույլ չենք տա նստի մեկը, ում վրայից վատ հոտ է գալիս, կամ անտուն է, կամ նենց էլի կեղտոտ է հագնված, վատ վիճակում է։ Նրանց օգնություն ցույց չենք տա։ Այդ դեպքում մենք մեր կյանքը Հիսուսին չենք տվել, սիրելիներս։ Մարդիկ կան ասում են, իմ տունը Աստծո առաջ բաց է, բայց երբեք իրենց տուն չեն ընդունի մեկին, որ իրենց մարդկային ստանդարտներին չի համապատասխանում։ Արդյոք մենք իսկապես ամեն ինչ հանձնել ենք Հիսուսին։ Նույն հատվածում, որ կարդացի, ցույց է տալիս, որ Աստծո պատգամաբերը, հրեշտակը, արձանագրում է այն, ինչ մենք ասում ենք, երբ խոսում ենք, աղոթում ենք, կամ երբ փառաբանում ենք խոսքերով կամ երգերով։ Ու ինչպես ես ավելացրեցի, նաև մեր գրվածները, որտեղ դա էլ մեր գրավոր խոսքն է։ Մի օր մենք կանգնելու ենք այդ պատգամաբեր հրեշտակի եւ մեր ասացի արձանագրության առաջ։ Այնուհետև ասում է Աստվածաշունչը, ուշ կլինի ասել, ես իսկապես դա ի նկատի չունեի, ես սխալվեցի, քանի որ մենք պատասխանատվության կենթարկվենք այն ամենի համար, ինչ ասել ենք, երգել ենք, աղոթել ենք, գրել ենք։ Մի օր այդ խոսքերը կկանգնեն մեր առջև, եւ մենք պետք է պատասխան տանք դրանց համար։ Պատասխան պիտի տանք, եթե մենք անկեղծ չենք եղել եւ իրականում չենք ապրել մեր ասածների համաձայն։ Բերանիդ թույլ մի տուր, որ մեղանչել տա մարմնիդ, եւ Աստծո պատգամաբերի առաջ մի ասա սխալվեցի։ Ինչու Աստված բարկանա քո խոսքի համար եւ քո ձեռքի գործերը ավերի, որովհետեւ երազների շատության մեջ ունայնություն եւ շատախոսություն կա, իսկ դու վախեցիր Աստծուց։ Մտածել ենք արդյոք, որ շատախոսություն է, ինչ որ մեկին հանդիպում ես, երկար ժամանակ չէիր հանդիպել, հարցնում ենք ոնց ես, ոնց չես, վայ, հետո ասում ենք, անպայման, այս 2 օրը կգրեմ, որ նորից իրար հետ հանդիպենք, ու ոչ անում ենք, ոչ էլ։ Դա շատախոսություն է, դա խոստում տալ է ու խոստում չկատարել է։ Ժողովող գրքի 5-րդ գլուխը շարունակում է եւ 3-րդ տողն ասում է. ինչպես որ երազը բազում մտազբաղությունից է գալիս, այնպես էլ անմիտի ձայնը բազում բառերից։ Այսինքն, շատ բառեր օգտագործելը հիմարի նշանն է, ու կարելի է ասել շատախոսությունը հիմարություն է։
Մեկը այլ թարգմանության մեջ ավելի խիստ կերպով է այս միտքը արտահայտել։ Ինչպես որ երազը գալիս է շատ մտազբաղությունից ու գործի շատությունից, հիմարի ձայնն էլ ճանաչվում է շատ ու բազմաթիվ խոսքերից։ Երբ լսում ես, թե ինչպես է մարդը անընդհատ, անդադար խոսում, այլ ապացույցներ պետք չեն, այդ մարդը հիմար է։ Հիմարի ձայնը ճանաչվում է շատ ու բազմաթիվ խոսքերից։ Ո՞րն է արմատական խնդիրը այստեղ։ Դերեկ Պրինցն ասում է, ես կարծում եմ, որ դա անհանգստությունն է, անդադար լինելը, այսինքն հանգստի ու խաղաղության պակաս կա նման մարդու սրտում, մտքում։ Անգլերեն բառը օգտագործված restlessness։ Համեմատենք սա Հակոբոս առաքյալի ասացի հետ, Հակոբոս նամակի 3-րդ գլխի 8-րդ խոսքում։ Բայց մարդկանց լեզուն ոչ ոքի չի կարող հնազանդեցնել, նա անզուսպ ու չար է, մահաբեր թույնով լցված։ Մարդիկ, ովքեր անընդհատ խոսում են, անհանգիստ մարդիկ են, և մեր շուրջ բոլորը այդպիսի մարդիկ շատ են։ Դուք երբևէ եղել եք մեկի հետ, ում հետ կարճ ժամանակ անցկացնելուց հետո ձեր գլուխը պտտվում է ու սիրտն էլ խառնում, միայն այն պատճառով, թե ինչքան շատ խոսքեր ու բառեր դուրս եկավ այդ մարդու բերանից։ Ո՞րն է արմատական խնդիրը, անհանգստությունը, անդադար լինելը, Աստծո հանգստի մեջ մտած չլինելը։ Շատախոսելը վստահորեն վկայում է այն մասին, որ այդ մարդու սիրտը հանգիստ չէ, նրա մեջ չկա խաղաղություն։ Ո՞րն է բուժումը։ Միայն Աստված, միայն Աստծուն հանձնվելը և Աստծուն խնդրելը, որ նա բժշկի մեր սիրտը, որ մեր լեզուն էլ բժշկվի։ Հիվանդություն համար 2, կներեք 1 վայրկյան։ Հիվանդություն համար 2, պարապ, դատարկ, ունայն, անհոգ ու անմտածված խոսքերը։ Նորից ես ներառում եմ գրված խոսքը ևս։ Մատթեոս ավետարանի 12-րդ գլխի 36 խոսքում Հիսուսն ասում է. բայց ասում եմ ձեզ, որ ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ խոսում են, դատաստանի օրը հաշիվ պիտի տան։ Ուրեմն հաստատ ու վստահ իմանանք, որ մի օր մենք ամեն մարդ պետք է պատասխան տանք մեր յուրաքանչյուր խոսքի համար։ Մենք ստիպված ենք լինելու պատասխան տալ անգամ մեր ունայն, դատարկ, անմիտ, անհոգ ու անմտածված խոսքերի համար, որ ասել ենք, բայց իրականում դա նկատի չենք ունեցել, այն խոսքերի համար, որ ասել ենք, բայց ասել ենք, նման բան չենք ասել, հերքել ենք, որ ասել ենք, չենք ուզեցել այդ խոսքերին տեր կանգնել, բոլոր այն խոսքերի համար, որ ասել ենք, բայց ըստ դրանց չենք ապրել, բոլոր այն խոսքերի համար, որ ասել ենք, որոնց համար չենք ապաշխարել։ Լեռան քարոզում, որը արձանագրված է Մատթեոս ավետարանի 5-րդ գլխի 37 խոսքում, Հիսուսն ասում է. ձեր խոսքը թող լինի այոն այո և ոչը ոչ, սրանից ավելին չարից է։ Սա ապշեցուցիչ հայտարարություն է։ Եթե մենք ասում ենք ավելին, քան նկատի ունենք, ապա չափազանցությունը, ավելորդ շեշտադրումը կամ չափն անցնելը մեր խոսքում գալիս է չարից։ Թույլ տվեք ամփոփել այս ընդամենը մեկ պարզ խորհրդով։ Եթե ասում ես մի բան կամ պատրաստվում ես ասել մի բան, որ իրականում դու ի նկատի չունես, մի ասա։ Եթե մենք հետևենք այս մեկ կանոնին, այս խորհրդին, Դերեկ Պրինցն ասում է, խոստանում եմ, դա կփոխի ձեր ամբողջ կյանքը։ Մենք այլ մարդիկ կդառնանք։ Եթե մենք պահենք այս խորհուրդը, օգտագործենք կանոնավորապես ամեն օր,
մեկ տարվա ընթացքում մենք ավելի լավ մարդ կդառնանք ու ավելի աստվածավախ ու աստվածահաճո։ Հիվանդություն համար 3. Բամբասանք։ Կլինի բանավոր, թե գրավոր։ Ղևտացիների գրքի, որը նորից 5 տակարանում է, 19-րդ գլխի 16-րդ խոսքում ասվում է. Քո ժողովրդի մեջ չարախոսություն անելով ման չգաս։ Մեկին զրպարտելը, չարախոսելը, մեկի դեմ սուտ վկայություն տալը, պարապ, դատարկ, անհոգ իրականությանը չհամապատասխանող բաներ ասելը, չափազանցված խոսելը, սրանք բոլորը բամբասանք են։ Նոր կտակարանում սատանայի տիտղոսը դյավոլ հունարենից թարգմանված բառը նշանակում է զրպարտող, բանսարկու։ Սա սատանայի անունն է Աստվածաշնչում։ Սա է սատանա բառի արմատային իմաստը։ Եվ սատանայի հիմնական նկարագրությունը Աստվածաշնչում զրպարտող, բանսարկու է։ Ուրեմն, եթե մենք բամբասում ենք, զրպարտում ենք, չարախոսում ենք, հեքիաթներ ենք պատմում, սուտ վկայություններ ենք տալիս, իրականում սատանայի գործն ենք անում նրա փոխարեն։ Մենք սատանայի ներկայացուցիչն ենք դառնում այդ պահին։ Մենք ոչ միայն պետք է զգույշ լինենք, որ բամբասանք ինքներս չտարածենք, ինքներս չբամբասենք, այլև պարտավոր ենք բամբասանք չընդունել, չլսել բամբասանքի, զրպարտության, չարախոսության, սուտ վկայության, դատարկ բառերի, չափազանցությունների և այլն։ Մենք հարգանքով, բայց պիտի ասենք, ես չեմ ուզում այս խոսակցությանը մասնակցել։ Մենք պիտի հեռանանք նման իրավիճակից, որպեսզի ինքներս մեղքի մեջ չընկնենք։ Մարդկանց երբեմն թվում է, թե իրենց սիրտն են ընդամենը բացում, բայց շատ արագ այն փոխակերպվում է բամբասանքի։ Եթե ասում ես մի բան, որ այդ մարդու երեսին, ոնց ասեմ, չես ասի, Աստծո առաջ չես կանգնի նույն բանը ասես, Հիսուսը կողքդ կանգնած չես կանգնի ասես, ուրեմն բամբասում ես, որտև մոռանում ես, որ անկախ նրանից, որ դու Հիսուսին չես տեսնում, Հիսուսը քեզ տեսնում է ու այդ տեղը։ Եթե մենք դա հիշենք, գուցե ավելի զգուշավոր լինենք, որտև մարդկանցից ամոթ չունենք արդեն, ինքներս մեզանից էլ ամոթ չունենք, հաճախ Աստծո վախ էլ չունենք, բայց պետք է հիշենք, որ պատասխան ենք տալու։ 18-րդ առակի 8-րդ խոսքը ասում է. Քսու, բամբասող, չարախոսող, զրպարտող մարդկանց խոսքերը քաղցր պատառների նման են, նրանք իջնում են մարմնի խորքերը։ Որքան ճիշտ են այս խոսքերը նկարագրում մեր մարդկային էությունը։ Երբ մենք ինչ-որ վատ բան ենք լսում, ինչ-որ մեկի մասին, կամ ինչ-որ պատմություն, որ այդ մարդուն վարկաբեկում է, վատ լույսի մեջ է ներկայացնում, մարդու սրտում ինչ-որ բան դրդում է նրան ուրախանալ, մարդու սիրտը ուրախանում է դիմացինին պատահած չարիքով ու նրա հասցեին ասված վատ խոսքերով։ Բամբասանքի խոսքերը նման են ընտիր ու քաղցր պատառների։ Զգույշ պիտի ամեն մեկս լինենք, որ երբ մեր առջև են դրվում բամբասանքի այս ընտիր ու քաղցր պատառները, կամ միայն մի քաղցր պատառ չարախոսության ու բամբասանքի, ստախոսության, սուտ վկայության, նենգության, հայհոյության, որ չուտենք կուտը ու կուլ չտանք այդ պատառը, որքան էլ գրավիչ ու քաղցր է այն թվում։ Այդ ընտիր ու քաղցր թվացող պատառները թունավորված են։ Նրանք քաղցր համ ունեն։ Մի պահ քեզ թվում է, թե հոգիդ թեթևացավ, հանգստացավ, բայց թունավորում են մեզ։ Եվ երբ մենք ընդունում ենք դրանք մեր սրտերում, սնվում ենք մեր սրտում դրանցով,
մեր կյանքը թունավորվում է բամբասանքի, չարախոսության, զրպարտության, չափազանցության, անճշտության, ստի, սուտ վկայության, հայհոյանքի այդ պատառներից։ Հատկապես գույշ պետք է լինենք, երբ բամբասանքի ու զրպարտության խոսքը վերաբերում է մարդկանց, ում մենք չենք սիրում, ում մենք հակառակ ենք, ում մենք, պիտի ասեմ ժողովուրդ ջան, ում մենք ատում ենք, լինեն քաղաքացիական ղեկավարներ, հոգևոր առաջնորդներ, ընտանիքի անդամներ, հարևաններ, ուրիշ ազգի ժողովուրդ, մարդիկ, ովքեր մեզ վիրավորել են, նեղացրել են եւ այլն։ Նման դեպքում մենք ավելի պատրաստ ենք կեղծիքը որպես ճշմարտություն ընդունել, որտեղ դա մեր սրտի դիրքի հետ է համաձայնվում։ Եվ բամբասանքի համով պատառը կուլ ենք տալիս, մտածելով հիմա կկշտանանք ու կհանգստանանք, բայց իրականում թունավորվում ենք ու անգամ մահ է սպառնում մեզ։ Նորությունների մեծ մասը կեղծված են։ Շատ քիչ վստահելի աղբյուր կա, որտեղից կարող ես ճշմարտությունն իմանալու, ճշմարտությունը Աստված է։ Ավելի լավ է արագ չթռնել դատելու, բամբասելու վագոնին, քան թե դա անել եւ հետո Աստծո առաջ պատասխան տալ։ Ես դա ինձ եմ ասում, չիմանաք թե ես սուրբ եմ, այս հիվանդությունները ես ունեմ։ 20-րդ առակի 19-րդ խոսքը ասում է. Բանսարկություն անողը գաղտնիքն է հայտնում, ուստի շրթունքները լայն բացողի հետ մի հաղորդակցվիր։ Տեսեք, թե որքան սերտորեն կապված են լեզվի այս տարբեր հիվանդությունները։ Եթե մենք բամբասանք ենք լսում, մենք դառնում ենք մասնակից փաստից հետո։ Եթե ընդունում ես ինչ-որ մեկին, ով ինչ-որ բան է գողացել, և ընդունում ես այդ գողացված ապրանքը, ապա օրինական ու իրավունքի առումով դառնում ես այդ գողության մասնակիցը և նույն ձևով կարող ես դատվել։ Այսպիսով, եթե մենք ժամանակ ենք անցկացնում և վտանգավոր բառը հաճույք ենք ստանում բամբասողի հետ, չարախոսություն, զրպարտություն, սուտ վկայություն, հայհոյություն ասողի հետ և լսում ենք նրանց խոսքերը, հաճույք ենք ստանում, մասնակցում ենք, ապա դառնում ենք բամբասանքի մեղսակից ու մասնակից։ Ահա թե ինչ է ասում Աստված Սաղմոս 15-ի 1-3 խոսքերում. Տեր, ով կկենա քո վրանում, և ով կբնակվի քո սուրբ լեռան վրա, նա, ով անբիծ է ապրում, արդարություն է գործում և ճշմարտություն է խոսում իր սրտում, նա, ով իր լեզվով չի չարախոսում և այդ չար բան չի անում իր ընկերոջը և նախատիկ չի գցում իր դրածու վրա։ Այս Սաղմոսից հասկանում ենք, որ Աստծո ներկայության մեջ մտնելու համար, Աստծո սուրբ լեռան վրա բնակվելու համար տարբեր պայմաններ ու պահանջներ կան, որոնք են դրանք. Առաջինը, նա, ով անբիծ է ապրում։ Սա կատարյալ մարդու մասին չէ, այսինքն այն մարդը, ով ազնիվ է ու ապրում է ազնվությամբ, ըստ աստվածաշնչյան ազնվությամբ, ոչ թե անմեղ է, այլ մարդ է, ով լվացվում է Քրիստոսի արյունով, ով կարդալով Աստծո խոսքը որպես հայելի տեսնում է իր հանցանքները, իր սխալները և գալիս է ու ապաշխարում է և Քրիստոսի արյունով լվացվում։ Հետևաբար ազնիվ է ու ապրում է ազնվությամբ։ Ով գիտի ներել, ով գիտի ներողություն խնդրել։ Երկրորդ, նա, ով արդարություն է գործում, այսինքն պետք է արդարություն գործենք, արդարություն ըստ Աստծո խոսքի ես կավելացնեի, ով է արդարացողը,
Արդարացնողը, ումով ենք արդարանում, Հիսուս Քրիստոսով։ Եթե ինչ-որ մի բան մենք մտածում ենք արդար է, բայց չի հանդիսանում Հիսուս Քրիստոսի խոսքին, նրա արդարությանը, ուրեմն դա ճշմարիտ արդարություն չի, դա մարդկային մոտեցում ու մտածելակերպ է։ Երրորդ, նա, ով ճշմարտություն է խոսում իր սրտում, ուրեմն մենք պետք է ճշմարտությունը սիրենք ու խոսենք մեր սրտում։ Ճշմարտությունը Աստծո խոսքն է։ Աստծո խոսքը Հիսուս Քրիստոսն է։ Ճշմարտությունը միայն նրա մեջ է։ Այնուհետև թվարկված են 3 բաներ, որոնք մենք չպետք է անենք։ Առաջինը, նա, ով իր լեզվով չի չարախոսում։ Այսինքն մենք չպետք է զրպարտենք, չարախոսենք, սուտ վկայություն չպետք է տանք, ստեր չպետք է տարածենք, չհայհոյենք, բանսարկություն չանենք, մեղադրանքներ չներկայացնենք կեղծ։ Երկրորդ, նա, ով չար բան չի անում իր ընկերոջը, այսինքն չարագործություն չպետք է անենք, չար բան չպետք է կամենանք որևէ մեկին, չար բաներին չպետք է մասնակցենք։ Ընկեր այստեղ չի նշանակում միայն քո մոտիկ ընկերը, այլ մարդկանց, բոլորին, չարիք չպետք է ցանկանաս, անգամ նրան, ով քեզ չարիք է ցանկանում։ Երրորդ, նա, ով նախատինք չի գցում իր հարևանի վրա, այսինքն չպետք է նախատենք, ամոթանք բերենք մարդկանց վրա, դատենք, մեղադրենք ու մատ թափ տանք մեր հարևանի վրա, ոնց որ ընկերը, այնպես էլ հարևանը, դա քո կողքի հարևանը չի միայն, այլ ամեն մարդ։ Մենք պիտի խնդրենք Աստծուն, բարեխոսենք այդ մարդկանց համար, որ Աստծո լույսը գա նրանց վրա, ոչ թե ամոթանք, նախատինք ու պատիժ կանչենք մարդկանց գլխին։ Ու բավական չէ, որ մենք չզրպարտենք, մենք պետք է չընդունենք զրպարտողին, մենք չպետք է մեր ականջն ու ժամանակը տրամադրենք նրանց, մենք չպետք է նախատինք, ամոթանք ու մեղադրանք ընդունենք այն մարդու դեմ, ում ճանաչում ենք, կամ այն մարդկանց դեմ, ում չենք ճանաչում անձամբ, ինչ որ մեկի ասելով, մենք չպետք է ուտենք այդ բամբասանքի ընտիր, քաղցր թվացող կտորները, քանի որ դրանք թույն են և շատ հարաբերություններ թունավորում են, քանդվում են դրանք ուտելով, քանդվում են եկեղեցիները, քանդվում են ազգերը, ընտանիքները, ընկերությունները։ Այս աշխարհում ճշմարտությունը իմանալը շատ դժվար է։ Ինձ համար այդպես է, որտեղ սուտը այնքան շատ է։ Ես ամենը բերում եմ Աստծո առաջ ու կանչում Աստծո կամքը, որ ինքը պատռի կեղծարարների դիմակները, որ մեզ տա, ինձ տա հոգի, որ կարողանամ զանազանել, որ ինքը ամուր բռնի իմ ձեռքից, որ չխապնվեմ, որտև առանց Աստծո չկա մեկը, որ չի խապնվի, չկա այդպիսի զորավոր մեկը մարդ, որ չխապնվի առանց Աստծո ողորմության, առանց Աստծո խոսքի ու Սուրբ Հոգու առաջնորդության։ Իսկ բոլոր կեղծարարների, բամբասողների, զրպարտողների, ստասանների, սուտ վկայությունների, հայհոյողների և նման կարգով ապրողների համար ներում, ողորմություն, ապաշխարություն եմ խնդրում։ Դուք էլ նույն կերպ վարվեք։ Եկեք չուրախանանք չարիքով, եկեք չարիք չկանչենք մարդկանց գլխին, եկեք չարիք չցանկանանք, որտև հաստատ կգտնվի մեկն էլ, ով կուրախանա մեզ պատահած չարիքով։ Չարիքը չարիք է ծնում, սիրելիներս, Աստվածաշունչն ասում է, չարին մի պարտվի, այլ չարին հաղթի բարիով, այդպես վարվեց Հիսուսը։ Նրան մատնեցին, նրա վրա թքեցին, նրան գանահարեցին, նրան մեխեցին խաչին, բայց նա նայեց իրեն այդ անողներին ու մեզ բոլորիս դարերի ընթացքում ամեն մարդու ու ասաց՝ Հայր, ներիր նրանց,
չեն հասկանում, ինչ են անում։ Եկեք ներում խնդրենք ամենքիս համար։ Եթե ոչ, մենք լավ տեղ չենք գնում։ Չեմ ուզում վատ տոնայնությամբ վերջացնեմ։ Աստված սիրում է մեզ, Աստված տալիս է մեզ ապաշխարելու, ներում խնդրելու հնարավորություն։ Նրա ձեռքերը լայն բացված են։ Բայց որպեսի մենք կարողանանք նրա գրկի ու հանգստի մեջ գանք, բժշկվի մեր սիրտը, մեր լեզուն, մեր կյանքը, մենք պիտի ցանկանանք, որ մեր ականջները բացվեն, որ մեր սրտերը բացվեն, որ մեր հոգևոր կուրությունը վերցվի։ Մենք պիտի ավերսենք Աստծուն, որ ողորմի մեզ։ Այսքանը այսօր Հիսուսի անունով, ամեն։